Ողջույն ձեզ սիրելի հետևորդներ ջան, դիմակով եմ, էլի խանութում եմ, Օշան խանութ եմ եկել ուրիշ տեղ, մի քիչ առևտուր ունեմ բուտիկներով բանով, պտտվենք, ինչու դրսում չասեցի, որտեղ ահավոր քամի էր դրսում ու հնարավոր չէր խոսել, դրա համար վլոգը սկսում եմ խանութից էլի դիմակով, այսօր էլ իմ գեղեցիկ բրոշն եմ դրել, տեսեք, հիշում եք ուղիղ եթե ժամանակ իմ նվերները ցույց տվեցի, դե լավ, պտտվեցինք միասին, առայժմ։ Սիրելի հետևորդներ, Փխոմո խանութը ինձ գրավեց, հələ տեսեք ինչքան պայծառ գույներ են ներկայացված, անտարբեր չանցա, մտնեմ տեսնեմ հələ ինչեր կան, ձեզ էլ ցույց կտամ իհարկե։ Փխոմոն ֆրանսիական մագնիշ է, շատ թանկ արժեք չէ, բայց հետաքրքիր նորություններ է միշտ ունենում եւ կարելի է Փխոմոյում նայելով հասկանալ թե ինչ մոդա է Ֆրանսիայում լինելու, ինչ են հագնելու ավելի ճիշտ։ Սա կանանց համար է միայն նախատեսված այս խանութը, այստեղ տղամարդկանց տեսականի չկա։ Ահա այս ժիլետը 29.95, այսինքն մոտավորապես 30 եվրո արժե։ Սրանք նորություններն են, Փխոմոյի նորություններն են։ Եվ Նոսիբե, էլի նույն կարգի խանութ է, ֆիրմային ապրանքների տեսականի է ներկայացնում, ես գերադասում եմ լինել այստեղ, սա մի քիչ ավելի մեծ է այս բաժինը, Օշանի այս բաժինը շատ մեծ է ներկայացված, մեր թաղամասին մոտիկ Նոսիբեի խանութները փոքր են ավելի։ Նոր բուրմունք է, շատ ծաղկային հոտ է, սկզբից շատ թունդ է, հիմա չգիտեմ հետո հոտը ինչպես կլինի, այսպես նայում եմ բոլոր օծանելիքները, փնտրում եմ, որքան հնարավոր է ձեզ ցույց եմ տալիս տեսականին, սիրելի հետևորդներ։ Անկեղծ ասած, այս օծանելիքի բուրմունքներ էին շատ դուր գալիս, տատանվում եմ մի քանի օծանելիքների միջև։ Il n'y a pas de qui a pas dit, vous avez entendu, il n'y a pas de comment fois c'est Kylian, t'as raison. Kylian m'a dit, il n'y a pas de qui est en train d'attaquer. Oh là là, je suis fasciné. Il n'y a pas de, vous avez vu le bateau. Oh mon Dieu. C'est n'importe quoi. Mais non, mais il fait 100. Չորեքշաբթի օրերը մեզ մոտ դպրոցի օր չէ, եւ ամեն չորեքշաբթի օր այսպես թատերական տեխնիկային ներկայացում են ցույցադրում երեխաների համար։
շատ հավեսով երեխաները նայում են, տեսակ լավ էլ ծիծաղում են։ Սա էլ արդեն բոլորիդ քաչ հայտնի L'Oreal մագնիշի ապրանքատեսակն են։ Շատերը օգտվում են հենց այս ապրանքատեսակից։ Բուրժուան ֆրանսիական մագնիշ է նույնպես եւ շատ լավ տեսականի է ներկայացնում։ Արդեն տուն եմ գնում, սիրելի հետևորդներ ջան, շատ ուժեղ քամի է։ Մի քանի բաներ գնեցի, կգնամ տուն, ես ձեզ ցույց կտամ։ Շատ հոգնեցի, անկեղծ ասած, թե լավ, կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ ջան, սա էլ իմ գնաց մի քանի բաներն են, հիմա ես ձեզ ցույց կտամ։ Հենց այդ երեխանուտից էլ գնումներ կատարեցի։ Ցույց տամ ուրեմն Sephora-ից ինչ վերցրեցի։ Ահա, սրանք դիմակներ են, կտորից դիմակներ են, սա դեմքի համար է նախատեսված, սա էլ աչքերի համար է նախատեսված։ Ասեմ ձեզ, որ ես Sephora-ի դիմակները շատ ավելի եմ հավանում, քան Nocibe-ի եղած դիմակները։ Երբեմն ես չեմ պատրաստում, այսպես պատրաստի եմ ձեռք բերում։ Իսկ Nocibe-ից վերցրեցի Կարենի համար թրաշվելուց հետո ուրեմն այս բալզամ է երևի, բալզամ գելը, հենց Nocibe մագնիշի, շատ լավ բաներ, գովեցին իրենք էլ, մի կտեսնենք փորձելուց հետո, իսկ ինձ համար վերցրեցի լվացվելու մուս, դեմքը լավ լվացվում է սա, լվանում է փրփրացնելով ու ծակոտիները լավ բացում են։ Խոմոյից էլ անտարբեր չանցա, վերցրեցի ժիլետներից մեկը, այս գույնը ես ընտրեցի։ Ահա, զարմանալի նա է, որ այդտեղ Խոմոյի միշտ M ռազմերներն են ինձ լինում, M համարները, բայց այս անգամ S համարը ես վերցրեցի։ Սիրելի հետևորդներ, դուք արդեն տեսաք, թե ես ինչեր եմ գնել, բնականաբար արդեն ես տանն եմ, շատ երկար պտտվեցի խանութներով, իհարկե հիմա մի տեսակ դժվարացել է, թույլ չեն տալիս նկարել, բայց փորձեցի որոշ բաներ ես նկարել և իմ հոլովակը այդպես պատրաստ։ Դուք արդեն տեսաք, թե ես ինչ եմ գնել, հիմա ես կհագնեմ այդ ժիլետը և ինքներդ կասեք ճիշտ բան եմ ընտրել, թե ոչ, ավելի ճիշտ սազում է, թե ոչ, ինձ թվում է կսազի, մեկ է շատ շուտ տարիներ առաջ, երբ որ ինստիտուտը նոր էի ավարտել, դպրոցում էի աշխատում, այդ տարին էլ էր լավ ժիլետները մոդա ու ես հագնում էի։ Ժիլետասեր չեմ անկեղծ ասած, բայց համապատասխան բաներ ունեմ, այսպես բկով վադալասկեք, վզով սվիտերներ, ինչպես ասեմ դրանց հետ կսազի այս ժիլետը։ Մինչ հագնելս, ես ուզում եմ բարևել իմ ամենաջերմ, ամենաուշադիր հետևորդին, փոքրիկ Անգելինա Մարիամին Սպիտակից, որը միշտ հետևում է իմ վլոգները և իմ տեսանյութերը խոհանոցային,
ու երազում է ինքն էլ դառնալ հայտնի բլոգեր կամ վլոգեր, այսպես ասած։ Դե ինչ, ողջունում եմ քեզ, Անգելինա, ողջույն սիրելիս, հուսով եմ շատ լավ ես քեզ զգում։ Առայժմ, մինչև ես կհագնվեմ։ Դե ինչ, հավանում եք։ Ահա, այսպես ցույց տամ։ Շատ տաք։ Տկ։ Լավ է, չէ՞։ Դե գեղեցիկ այսպես վզնոցել կդնեմ այստեղ։ Հիմա մյուսը հագնեմ, տեսեք։ Ինչու ընտրեցի այս գույնը, եթե դուք խանութում ուշադիր եղաք, երկու գույն կար, մուգ ռոզվի էր։ Մտքիս մեջ արդեն նկատի էի ունեցել այս գույնը, որ ես ունեմ, հիմա սրա սևը կհագնեմ եւ այսպես տարբեր օրեր տարբեր կհագնեմ։ Ասեմ, որ շատ տաք է, մի քանի րոպե հագա եւ արդեն այ շոկեցի։ Ահա, այս գույնին ինչ կասեք։ Սա էլ սևն է։ Սիրելի հետևորդներ ջան, կարծում եմ հավանեցիք իմ գնումները։ Իհարկե ժամանակը շատ քիչ էր, այդքան հազիվ հասցրեցի, մետրոյով գնացել, հասել եմ հեռու եսիմ որտեղ, մի խոսքով շատ երկար է ժամանակը տևում, մինչև մի բան ես ընտրում, մինչև նայում ես, մի խոսքով, բոլորդ էլ լավ գիտեք, հեռու են այստեղ խանութները և դժվար է գնալը։ Մի խոսքով, այսօր այսպես ավարտվեց իմ օրը, դեռ պիտի իհարկե երեկոն շարունակեմ ես, բայց առանց ձեզ։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ ձեզ դուր եկավ իմ նոր ժիլետը եւ ասեմ ձեզ հիշեցման կարգով, երևի եթե դուք ինձ մշտապես հետևում եք, արդեն ծանոթ եք իմ բնավորության հետ։ Ես եթե գնում եմ խանութ, արդեն գիտեմ ես ինչ եմ ուզում, իմ մտքում ես դա ծրագրավորում եմ, որ ենթադրենք հագուստը նման գույների մեջ կարող է լինել այս տիպի, այս ասենք մատերիալից պատրաստված, դրա համար մի քիչ դժվարանում եմ ես ընտրել, ահա թե որտեղից է գալիս իմ բարդույթը, պատահական գնումներ ես չեմ անում, շատ հազվադեպ է դա պատահում, որոնցից մեկը այսօր ստացվեց այս ժիլետը, չգիտեմ ինչպես է երևում արդեն նկարահանումից հետո, բայց շատ հաճելի գույն է, ասեմ ձեզ, և ավելացնեմ, ես քմահաճ չեմ, պարզապես ես էլ ունեմ իմ, ասենք, չափանիշները ցանկացած իր և հագուստ գնելիս, դրա համար ես վերջերս մի քիչ դժվարանում եմ որևէ բան ձեռք բերել, շատ երկար եմ, արդեն բավականին երկար, ես փնտրում եմ ինձ համար նոր օծանելիք, նոր հոտեր են ինձ դուր գալիս, մի տեսակ ծաղկային հոտն է սկսել դուր գալ, բայց որքան որ փորձում եմ, արդեն Հայաստանից էլ որ եկել եմ, կլինի ամիս և ավել ես խանութներով պտտվում եմ, չեմ կարողանում գտնել իմ հոտը, վերջին անգամ Գերլանի նոր դուրս եկած ծաղկային հոտը դուրս եկավ, գնացի որ գնեմ, ուղղությունս իրեն էր, բայց որ տեսա որ հարթաջուր է, մի տեսակ հարթաջուր չեմ ուզում ունենալ, դրա համար դադար տվեցի, հիմա այսօր էլ նայեցի տարբեր, բայց չկա, հիմա չեմ շտապում, մի քիչ ունեմ դեռ օծանելիքից մնացած, ձեզ ցույց եմ տվել, ես հիմա օգտագործում եմ Chanel-ի Coco Mademoiselle-ը, բայց չեմ ուզում այլևս նմանատիպ, չգիտեմ, ինձ հիմա դուր է գալիս ծաղկայինները, կփորձեմ նորից փնտրել, բայց ծաղկային ոչ թե շատ ինչ-որ թեթև, այլ ինչ-որ մեջը երրորդ նոտան, որ մնայուն լինի, առաջին նոտաները մի տեսակ ծաղկայինի շատ սուր են ու վատ են, դրա համար քանի որ ես մի քիչ հոտային ալերգիա ունեմ, այսինքն ամեն հոտ ինձ դուրս չի գալիս, դրա համար մի քիչ դժվարանում եմ։ Մի խոսքով, գլուխները չտանեմ, այսօր այսքանը, այս փոքրիկ վլոգը ավարտեմ, հուսով եմ ձեզ դուր կգան իմ գնումները, գրեք մեկնաբանություններում և ասեցի, որ փորձեցի հնարավորինս գաղտնի նկարահանել որևէ բան։ Դե, մնաք բարով սիրելիներս։ Այսօր մի քանի րոպե անցկացրեցիք ինձ հետ, ես ուրախ եմ դրա համար, պաչիկներ բոլորին, առայժմ։